Ալբերտ Էյնշտեյնը համարվում է մարդկության պատմության ամենանշանավոր գիտնականներից մեկը։ Նա ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին Գերմանիայում, Ուլմ քաղաքում։ Նրա ընտանիքը հրեական ծագում ուներ։ Մանկության տարիներին նա համարվում էր լուր և մտածկոտ երեխա։ Ասում են, որ խոսել սկսել է համեմատաբար ուշ, ինչի պատճառով ծնողները երբեմն անհանգստանում էին, սակայն փոքր տարիքից նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում բնության երևույթների նկատմամբ։ Հատկապես նրան զարմացրել էր կողմնացությունը։ Նա չէր հասկանում, թե ինչու է ստիպում սլաքը միշտ նույն ուղղությամբ ցույց տալ։ Այս հետաքրքրությունն էլ հետագայում դարձավ նրա գիտական ուղու հիմքը։ Դպրոցում Էյնշտեյնը միշտ չէ, որ լավագույն աշակերտն էր։ Նա չէր սիրում խիստ կարգապահություն և մեխանիկական սովորելը։ Ավելի շատ հետաքրքրված էր մաթեմատիկայով և ֆիզիկայով։ Ավարտելով դպրոցը նա ընդունվեց Շվեյցարիայի Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատեց որպես պատենտային գրասենյակի աշխատակից։ Այդ աշխատանքը նրան հնարավորություն էր տալիս ազատ ժամանակ մտածել գիտական խնդիրների շուրջ։ 1905 թվականը համարվում է նրա հրաշքների տարին։ Այդ տարին նա հրապարակեց մի քանի կարևոր գիտական հոդվածներ, որոնք փոխեցին ֆիզիկայի զարգացումը։ Նա բացատրեց ֆոտոէլեկտրական ազդեցությունը, ուսումնասիրեց Բրաունի շարժումը և ներկայացրեց հատուկ հարաբերականության տեսությունը։ Հենց այդ ժամանակ է ձևավորվեց նրա հայտնի բանաձևը, որը ցույց էր տալիս, որ զանգվածը կարող է վերածվել էներգիայի։ Այս հայտնագործությունները հիմք դարձան ժամանակակից ֆիզիկայի զարգացման համար։ 1921 թվականին նա արժանացավ Նոբելյան մրցանակի ֆոտոէլեկտրական ազդեցությունը բացատրելու համար։ Չնայած շատերը կարծում են, թե նա մրցանակը ստացել է հարաբերականության տեսության համար։ Իրականում մրցանակը տրվել է հենց լույսի բնույթի ուսումնասիրության համար։ 1933 թվականին Գերմանիայում իշխանության եկան նացիստները։ Էյնշտեյնը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սկսեց աշխատել Բրոնթոնի համալսարանում։ Նա դեմ էր պատերազմի և հանդես էր գալիս խաղաղության օգտին։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ստորագրեց մի նամակ, որով զգուշացնում էր ԱՄՆ-ի իշխաններին, որ հնարավոր է Գերմանիան ստեղծի ատոմային զենք։ Հետագայում նա ցավով է նշում, որ չի ցանկացել, որ իր գիտական գաղափարները օգտագործվեն պատերազմական նպատակներով։ Էյնշտեյնը ոչ միայն մեծ գիտնական էր, այլև հետաքրքիր և համեստ մարդ։ Նա սիրում էր ջութակ նվագել, հումոր ուներ և հաճախ էր խոսում մարդկության բարօրության մասին։ Նրա արտաքինը խռիվ մազերով և պարզ հագուստով դարձավ գիտնականների խորհրդանիշ։ Ալբերտ Էյնշտեյնը մահացավ 1955 թվականի մարտի 18-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա գիտական ժառանգությունը մինչև այսօր շարունակում է ազդել գիտության վրա։ Նա ապացուցեց, որ հետաքրքրասիրությունը, համառությունը և ազատ մտածողությունը կարող են փոխել ամեն ինչ։